Նազարյան, մեր երկրում այսպես շատ ուշագրավ իրադարձություններ են կատարվում մեկը մեկի հետևից։ Նախ Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ պետք է վեհարանը, ինչպես ինքն իր ձևակերպումն է, ազատի կաթողիկոսից, որտեղ պնդում է, թե փաստեր ունի, բայց այսպես որպես այդպիսի միջոց որևէ փաստեր չի ներկայացվել, որ կուսակրոնության ուխտը խախտվել է։ Դրան հաջորդեց գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական գործընթացները նրա համար, որ նա մեկ գրառմամբ հարցազրույցով աջակցություն էր հայտնել եկեղեցուն, ասեց դե տեսեք հիմա ես ոնց եմ միջամտում Նիկոլ Փաշինյանը ու դրանից հետո սկսեցին խոզարկություններ, հիմա էլ կալանավորում, հեծն են ուզում ազգայնացնեն, ինչպես տեսնում ենք, ձեր դիրքորոշումը այս ամենի մասով, ինչպես եք վերաբերվում, արդյոք այս ամենը իրավական սահմանադրական է։ Ինչ որ լինում է իրավական է եւ սահմանադրական է, նայած որ կողմից ես նայում։ Եթե ես մեր պետության 35 տարվա փորձից ելնելով արդեն գիտեմ, որ ինչ էլ լինում է, հիմնավորումը իրավական եւ սահմանադրական է, բայց ես չի ուզեի, ես սահմանադրագետ, իրավաբան չեմ, որ հիմա իրավական տեսանկյունից խոսամ, որպես քաղաքացի պատգամավոր ասեմ, ես չէի ցանկանա, որ նման բանավեճեր լինեն այսօր այս իրավիճակում, այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, անկեղծ չէի ցանկանա։ Ես չէի ցանկանա, որ Ռուսաստանում ապրող մեկը գա ու միջամտի Հայաստանի ներքին գործերին։ Եթե ուզում են Հայաստանի ներքին գործերին ապրել, միջամտեն, թող գան ապրեն այս երկրում, ես էլ կարող եմ, դուք էլ կարող եք, բոլորն է կարող են միջամտել այն իմաստով, որ կոչ է անում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եկեղեցու համար ով է, սովորական մի հավատացյալ որդի, ճիշտ է։ Բայց ամեն դեպքում երկրի ղեկավարն է, իսկ մեր սահմանադրությունը ասում է, որ անշատ է։ Չէ, ես չեմ, տեսեք, պայմանավորվեցինք, որ խոսում ենք առանց ուղղորդման, դուք էլ ասեցիք ձեր լրատվամիջոցը, ոչ այս կողմ է, ոչ այն կողմ։ Ես էլ էլի եմ ասում, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքացի Համբարձումյանը, Մարինե Կարինյանը կարող են կոչ անել, որ կամ ցանկություն հայտնել, որ կաթողիկոս լինի մի մարդ, որը չի խախտել կուսակրոնության ուխտը, բայց ես կրկին անգամ ասում եմ, ես չեմ ուզում մտնեմ հիմա այդ բանավեճի մեջ, եթե Նիկոլ Փաշինյանը հիմնավոր փաստեր է հրապարակում, ես կարծում եմ, որ կաթողիկոսը պետք է բացատրությամբ հանդես գա հոտին, բացատրի ինչ է եղել, ինչ իրավիճակում է եղել եւ ինչու այդ երեխան ունի, երեխան Աստծո տված պարգև է, երեխայից չի կարելի հրաժարվել, բայց ես այս մակարդակի բանավեճը չեմ ուզում ու չեմ կարծում, որ սա բխում է Հայաստան պետության շահերից, ես անդադար կոչ եմ անում, որ եթե նույնիսկ բանավիճում են, օգտագործեն իրենց դիրքի համապատասխան բառապաշար եւ չիշնեն այդքան ներքև, որովհետեւ վերևից ներքև այդ վատ բառապաշար շատ արագ տարածվում է, ցավոք սրտի այսօր այս ատելության, այս զայրալից մթնոլորտը հասցրել է նրան, որ մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին են կոտրել, ինչի ենք մենք նպաստում չարության տարածմանը, եկեք նպաստենք բարության տարածմանը, ես էլ եմ ասում եմ, թող եթե կաթողիկոս ինչ-որ ասելիք ունի, թող ասի, եթե չունի ասելիք, թող եկեղեցու ղեկավարները, եկեղեցու ակտիվ հոտի ներկայացուցիչները լինում են եկեղեցական խորհուրդներ, նստեն քննարկեն այս վիճակից ոնց դուրս գան։ Խնդիրը դա է, որ դա այն ամենի ինչի մասին բարձրաձայնում են, պարոն Նազարյան, հենց եկեղեցու ներսում կարգավորվող հարց է, բայց այսօր այդ ամենին փորձում են միջամտել իշխանությունները։ Իշխանությունները, եթե փորձում են միջամտել եկեղեցու գործերին, որպես իշխանություն, եթե փորձում են միջամտել, դա անընդունելի ու դատապարտելի է, բայց չեն կարող, նույնիսկ եթե ուզեն, չեն կարող, որովհետև միջամտությունը որն է, եթե ես ասում եմ, գիտեք, ես տեղեկություններ ունեմ, որ քահանա էսինչը կամ տեր էսինչը
մոլախաղերի սիրահար է։ Ես միջամտում եմ եկեղեցու գործերին։ Բայց եթե փաստեր չեք ներկայացնում, իսկ մինչ օրս Նիկոլ Փաշինյանը Դա արդեն ուրիշ գործ է, հիմա փաստը ոնց է ներկան։ Ես էլի եմ ասում, ես հիմա այսքան խոսում ենք, ես ուզում եմ, որ մենք մեր խոսալով նպաստենք, որ այս խոսակցությունը արագ ավարտ ունենա եւ արագ հանգուցալուծում ունենա եւ այսօր հավատացեք, հատկապես մեր քթի տակ տեղի ունեցող ծանր պատերազմի ժամանակ մենք պետք է այլ գործով զբաղվենք։ Շատ գործերով է, բայց նաև օրինակ մտածենք մենք ինչքան ռեսուրս ունենք ու ինչքան մարդ ընդունենք, ոնց ենք ընդունելու, ոնց ենք պահելու, որտեղ եթե պատերազմը մի շաբաթ է շարունակվեց, Հայաստանում առնվազն 50,000 մարդ է։ Ես որ նկատեի հիմա այս հարցը կքննարկենք, բայց դե ասում են պատրաստ ենք, թող պատրաստ լինեն։ Ես էլի կոչ եմ անում եւ ես որևէ կողմ, ես հայ առաքելական եկեղեցու որպես շարքային անդամ, հավատացյալ մարդ, ես բոլորին ասում եմ, ով ինչ ուզում է մտածի, հանգուցալուծումը լինելու է այնպեսին, ինչպեսին, որ Տեր Աստված կամենա, բայց եկեք մենք մեզ ճիշտ պահենք, ընդունելի էլ չի, ես այն եզակի մարդկանցից եմ եղել, որ միշտ ասել եմ, որ ինչ է լինի, սկսած 99 թվականի հոկտեմբերի 27-ից ասել եմ, այս օրով կաթողիկոս չի կարելի ընտրել, չպետք է ընտրել։ Ես նույնիսկ ասել եմ, որ պետք է նույն, թեկուզ նույն հենց Գարեգին երկրորդի մասնակցությամբ լինի նոր ընտրություն, նոր իրավիճակում, որովհետև այդ օրը կաթողիկոս ընտրելը լավ նշան չէր։ Իսկ հատկապես եկեղեցում դա այլ հա, բայց ես դա չեմ ուզում, որ դա հրապարակային, բանավեճի, քննարկման, իրար դե հիմա ես չեմ ուզում, որ դա լինի, ես չեմ ուզում, որ դա լինի բանավեճ, ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկի մտքով անցնի, որ ինքը կարա գա Հայաստանում իշխանափոխություն անի, նստած լինելով, չգիտեմ, տունդրայում կամ Անտարկտիդայում կամ Նոր Զելանդիայում, դու ինչքան էլ փող ունենաս, չի կարելի այդ տոնով խոսալ, սիրում ենք, ինձանից շատ թող տենց քիչ մարդ կա, որ ասենք սիրում ա, թե չի սիրում այս իշխանություններին, բայց ուրիշ բան եմ ասում, չէ, հասկացաք ինչ եմ ասում, բայց մենք ինչ է նշանակում ասել, եթե քաղաքական գործիչները չկարողանան, մենք մեր ձևերով, ինչ ձևերով, մենք ով է հարցը առաջանում, չէ, հարցերը առաջանում, կամ ի վերջո մենք որպես ազգ անհատ պիտի հասկանանք, որ եթե մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին դուրս շպրտել վարչապետի պաշտոնից, դա պիտի անի հայ մարդը, որը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ու որևէ մեկը թող ինձանից չնեղանա, այն որ ասում են մենք օգնում ենք, էս ենք անում, պետք չի այդ օգնությունը։ Իսկ ձեր օրակարգում, որ ասացիք Նիկոլ Փաշինյանին, ինչպես դուք նշեցիք, վռնդել, թե հեռացնել այդպես, ձեր օրակարգում այդ հարցը մնում է, քանի որ այսօր ընդդիմադիրները նման մի գործիքակազմ առաջարկում են իմպիչմենթի տեսքով ամեն թեկնածու են անգամ առաջարկել։ Տեսեք, նորից եմ ասում, շեշտում եմ իմ միտքը, Հայաստանի Հանրապետությունում ապրող, մշտապես ապրող եւ ոչ թե տուրիստի կարգավիճակով եկող մարդը չպետք է որոշի։ Կամավորների մասն է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Հայաստանում ամբողջ հայ ժողովրդի պիտի հասկանա, որ Հայաստանում ապրող մարդն է որոշելու, թե Հայաստանը ինչպիսին պիտի լինի, ինչ ղեկավար պիտի ունենա, ինչ ճանապարհով պետք է գնա կամ ինչ ճանապարհով չպետք է գնա։ Երկրորդը, ընդդիմությանը, քաղաքական բոլոր ուժերին ես խնդրում եմ, կոչ եմ անում, հեռու մնալ կեղծիքից, ստից, խաբեությունից, որովհետև դա իրենց որևէ վարկանիշ չի ավելացնում, ընդհակառակը նպաստում է, որ գործող
իշխանությունը ամրապնդի իր դիրքերը, չի կարելի խաբել մարդկանց, ասել Տավուշից 4 գյուղ են տալի, հետո վաղը մյուս օրը պարզվելու է, որ Տավուշից որևէ գյուղ ոչ ուզեցել են տան, ոչ էլ տվել են։ Իրանցում ինչու է նման իրավիճակ, գյուղը Գրեթե կեսով չի, սահմանազատումը գիծը սխալ է տարվել իմ համոզմամբ, շատերի համոզմամբ, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ գյուղ ուզեցել են տան։ Դա էլ ընդհանրապես չի համապատասխանում։ Այսինքն սխալմունք եք, դուք դա բնութագրում։ Ինչ ոչ թե սխալմունք չի, դա կոպիտ սխալ է, բայց դա այլ հարց է, ու դա ասենք այլ քննարկում է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Չի կարելի ասել, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է եկեղեցին վերացնի, որովհետև բոլորն են գիտեն, որ եկեղեցին անհնար է վերացնել։ Աստծո տունը որևէ մեկը չի կարող վերացնել։ Չի ասում չուլամփած եկեղեցիներ, դա նորմալ է եկեղեցի։ Ես նման ձևակերպում չէի անի, հաստատ չէի անի, բայց երբ որ գնում ես ինչ-որ միտեղ քո դիտարկումն ես անում, դա այլ հարց է, թող այդ խոսակցությունը բոլորովին այլ տեղ է տանում։ Ես չեմ ուզում, որ որևէ հայ մարդու մտքով անցնի ու բարձրաձայնի, որ Էրդողանը զանգել է Նիկոլին, ասում է կաթողիկոսի հարցերը լուծի, ինքը դրա համար լուծում է։ Տենց մենք ինչ անենք, կասենք այ Ալիևը զանգեց, Էրդողանը զանգեց, պատահական ոչինչ չի պատահական ոչինչ չի լինում։ Ադրբեջանցիները, Ադրբեջանի ղեկավարությունը, Թուրքիայի շատ խելացի մարդիկ են, հատկապես օգտվում են այն մարդկանց խորհուրդներով, որոնք զբաղվում են կարևոր ուսումնասիրությունով։ Նրանք գտել են հայ ժողովրդի թույլ կողմերը եւ անդադար խաղում են դրա վրա, որովհետեւ դա իրանց հաճույք է պատճառում եւ դա հայ ժողովրդի մղում է հուսալքության։ Ցավոք սրտի հայ ժողովուրդը հուզական, ժողովուրդը քաղաքական չի, հեշտ տրվում են այդ բաներին եւ դուժում ենք բոլորս, անկախ նրանից հարուստ ենք, աղքատ ենք, իշխանավոր ենք, ընդդիմադիր ենք։ Սա կարևոր բաներ է, բայց դե ես գիտեմ, հիմա ես ասելու եմ օդում անցնել գնալու է։ Ինչ վերաբերվում է իմպիչմենտին, դա էլ է սուտ ու կեղծիք։ Հայտնել եք, որ չեք միանալու, ինչու՞։ Ինչ չի միանա, մի բանի, որը կեղծ է։ Բայց ինչու է կեղծ, թե տեխնատեն օրը։ Ինչն է Դուք լավ գիտեք, չէ, որ մենակ 36 ստորագրություն պետք է, որ հարցը մտնեն խորհրդարան։ Ճիշտ է։ Գիտեք, դուք գիտեք, չէ, քանի ստորագրություն է պետք, որ իմպիչմենտը լինի։ Գիտեք, այդ նախաձեռնողները ով սկսել է, ինչ որ երկու անգամ սկսեցին։ Քանի ԿՊ падգամավորից են ստացել հավաստիացում, որ իրենք ստորագրեն են թղթի տակ։ Որ հենց որ արդեն ստորագրություններ լինի ազգային ժողով, մենք փողոց ենք գնահատելու ճնշումների։ Հերիք չի մարդկանց դիվադաթարան են, ինչ փողոց։ Հերիք չի, կամ ով է ասել, միակ տարբերակը ընտրություններն են, թող բոլորը գնան ու մեղք այս ազգն էլ, այս ժողովուրդն էլ, հերիք անդադ փողոց, այն փողոցով, որ պիտի հանեինք, այս ժամանակ չհանեցին։ Այն ժող 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաջորդած, եթե եկան բոլոր այն եզրահանգման, որ լուծումը, հանգուցալուծումը ընտրություններն է, առավել եւս հիմա ասել, որ պետքա սենց անել, պետքա նենց անել, դա սուտ է, կեղծ է ու չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Ծանոթ եք Բագրատ Սրբազանը ձեր վերաբերյալ հայտարարություններ արել, որ դուք իր ամենամեծ, եթե չեմ սխալվում, ասեց ցավն եք, որ հիմա ձեր դիրքորոշում այսպես կտրուկ թողել եք։ Ինչ ես Բագրատ Սրբազանին շատ սիրում եմ, հարգում եմ, անկախ նրանից ինքը իմ մասին ինչ է ասում։ Ես Բագրատ Սրբազանին 4 անգամ ամենակիչը Այն որ գալիս են Երևան, որ իշխանափոխություն անեն, ասի Բագրատ Սրբազան ջան, սիրելիս, քեզ գցում են ծուղակը, չմտնես դրա մեջ, հիմա ոչ դրա ժամանակն է, ոչ էլ լինելու է։ Ես իրան իհարկե ծուղակ էր հենց իր դեմ։ Հենց ով իրեն համոզեց, որ այդ ամեն ինչը պետք է սկսի։ Այ իրան կհարցնեք, ով ձեզ համոզեց։ Ինքը կասի։ Ես չեմ ասում ոչ ընդդիմադիր, որ իշխանություն, ասում եմ կգնաք Բագրատ Սրբազանին կասեք Գեգամ Նազարյանը շարունակում է ձեզ սիրել, աղոթում է ձեզ համար,
ու հիշեցնում է, որ ինքը առնվազն 4-5 անգամ խնդրեց, ասեց դա ժամանակը չի, դուք քաղաքականությունից հեռու մարդ եք, լինելով շատ լավ մարդ եւ ձեզ օգտագործում են։ Մնացածը գնացեք իրեն ասեք։ Ճշտով դուք ընտրություններից խոսեցիք, այս մասով որոշում ունեք որևէ կուսակցության։ Ոչ։ Ոչ։ Առաջիկա կես տարում չեմ էլ ուզում այդ մասին մտածել։ Ասում եմ, չգիտեմ, ես առաջիկա կես տարին այդ մասին ընդհանրապես չեմ մտածում, հետո վերջնական որոշում կկայացնեմ։